Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ես էլի եկել եմ հայելու մոտ։ Չմոռանաք դուք էլ մոտենալ հայելուն, ժպտալ ինքներդ ձեզ, հիանալ ձեր կերպարով, ձեր խնամքը տանել, դա կապ չունի առավոտյան, թե երեկոյան։ Երկուսն էլ կարելի ասել պարտադիր է կանանց համար։ Իմ առավոտյան խնամքի ժամն է, կենդանիներիս կերակրել եմ, մազերս եմ լվացել և ուզում եմ խնամք տանել, որ կարողանամ հավաքել, գնալով երկարում է, խտանում է, խոնավ է, և այս բալզամ կրեմն եմ ուզում օգտագործել, քսել մազերի վերջույթներին, այսպես մոտեցնեմ։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, նաև դեմքիս խնամքն եմ տանելու, դեղցի յուղ, բոլոր դեղատներում կա, կարող եք վերցնել ձեր սիրելի բույրով յուղը, միշտ ասել եմ, որ շատ օգտակար է դեմքի համար, քանի որ շատ գործեր ունեմ, այստեղ շատ չեմ ուզում զբաղվել, լվացքս եմ միացրած, տունը պիտի նորից փոշիներից ազատեմ, և այս չափի, սիրելի հետևորդներ ջան, այսպես խոնավ վիճակում մազերին, այսպես տարածում ենք, մազերի որակը լավացնում է, չի թողնում ճյուղավորվի, քանի որ մենք շատ ենք սիրում մեր մազերը արթուկած պահել, ֆենած պահել, նաև պաշտպանում է դրանից։ Հիմնականում այս կրեմ բալզամը ես սկսում եմ, երբ որ ուզում եմ մազերս ուղղացնել, ֆենել, բայց հիմա չեմ ուզում եմ ուղղակի քսել և թողնել։ Սկզբի պահում մի հատ այսպես ինքը մազերը լրիվ հավաքում է, մի քիչ էլ էս կողմ մազերը երկու մասի եմ բաժանում, այսպես, հնարավորինս, որ ավելի հեշտ լինի։ Մեր մանկության պոչիկները, մի հատ այսպես կարելի անել, չէ՞, պատկերացնում եք, հիշում եք, որ պոչիկներ էի անում, երբ որ մազերս շատ կարճ էր, մեղուներին նայելու ժամանակ աչքերս էր ընկնում մազերս, ես էլ չեմ սիրում, որ մազերը աչքերս ա լցվում։ Փոքր տարիքից մամաս միշտ մազերս երկար ա պահել, միշտ մեր մամաներին հիշում ենք այս բարի լույսով, թող մեր ծնողները, ովքեր որ երկնքում են, միշտ մեզ հետ են, այդպես սիրել հետևորդներ ջան, չկարողացա խոսքս շարունակել, քանի որ երբ որ խոսքս վերաբերվում է իմ ծնողներին, բառերն ավելորդ են կարագրելու այդ կարոտը, երբ որ մեր հետ չեն։ Սիրեք ձեր ծնողներին, քանի դեռ ձեր կողքին են սիրելիներս։ Միշտ երկար էր պահում մազերս, երկու հյուսք էր անում, երևի մի քիչ էլ դա է, որ չեմ սիրում, երբ որ մազերը լցվում է աչքերս, քանի որ ձեռքերիս վրա այդ կրեմից կար, այստեղ էլ է հավաքում, մի քիչ էլ եմ լցնում, այսպես, և հակում այսքանը հերիք է, այսպես, և տարածում, արմատներին չի կարելի, այս կրեմ բալզամը, դա թևս էր ինձ համար նվեր բերել, շամպունը, շամպունից հետո բալզամ, իսկ այս բալզամը կրեմ բալզամն է, որը կարող ենք քսել ֆենելուց, արտուկելուց առաջ, երբեմն էլ այսպես, ուղղակի, որ մեր մազերը վիտամինները ստանան, հատկապես, որ այս կրեմ բալզամը 7 յուղերից է բաղկացած, շատ եմ հավանել, շատ եմ սիրել, ինձ դուր է գալիս, թե հոտը, բույրը, փափկությունը և իր
օգտակարությունը նաև ես զգում եմ նկատելի։ Ահա, ինչպես տեսակ, արմատներին չեմ քսում։ Եվ մազերը լվանալուց հետո, երբ որ սրբիչով մի քիչ փաթաթած սիրում ենք, չէ՞, պահել այդպես։ Այսպես շփումներով տեսնում եք, որ ջուր չի կաթկթում, այսինքն սրբիչը երբ որ վերցնում է այդ բոլոր ջրի կաթիլները, նոր այդ ժամանակ այս տիպի կրեմ բալզամը կարող ենք քսել։ Կարող եք ընտրել ձեր սիրելի կրեմ բալզամը։ Այսպես, հենց որ ավարտեմ, տեսախցիկը կմոտեցնեմ տուփին, որպեսզի դուք էլ ավելի լավ տեսնեք։ Միգուցե ձեզ դուր գա եւ ուզենաք Անուշկայի կրեմ բալզամից օգտագործել։ Օնլայն չէ, սիրելի հետևորդներ ջան, այդ բաները գնել ինձ համար դա թևը Երևանի խանութներից։ Այնպես որ կարող եք ճարել։ Այսպես եւ այսպես։ Անտիր։ Հիմա արդեն կարող եմ համհեշտ ծննդրել, հատկապես երբ որ գանգուր է մեր մազերը լինում, կամ մեր երեխաների, ինչքան եք չէ դժվարանում։ Մեքենաս երգել է, հիմա կգնամ լվացքս կփռեմ եւ սիրելի հետևորդներ ջան, այսօր իմ ազատորն է, 3 ասեցի եւ լիքը գործեր են ինձ սպասվում առաջին հերթին։ Պիտի զբաղվեմ պանիրով, քանի որ 3 երեկոյան չկարողացա զբաղվել, երբ որ ձերան իմ ճուտիկին տարավ, այդպես երկնքի թռչուններին Աստված է պահում եւ մենք, են էլ աշունչ կենթանի։ Հայլու առաջ չեմ ուզում այդ մասին խոսել, քանի որ հայլին մեր խոսքը անդրադարձնում է, այսպես, և արդեն հավաքում եմ, ընտիր, արդեն ծավալը նկատում եմ, ահա այսպես եք անում, սիրել հետևորդներ ջան, սիրում եք ինքներդ ձեզ, խնամք եք տանում ձեր նկատմամբ, չեք սպասում, որ մեկ ուրիշը մտածի ձեր խնամքով, ինչքան էլ գործերի մեծար բեռնված լինեք, չմոռանաք ինքներդ ձեր մասին, ահա, ընդամենը կես ժամ, մի քիչ ավել, մի քիչ պակաս, և ձեր խնամքը տարեք պարտադիր, որ միշտ լինեք կանացի, միշտ լինեք նուրբ, պարտադիր չէ գնալ գեղեցկության սրահ, ահա, հետ այսպես, տեսակ, որ արդեն ինչպես կատարեցի, առանց արմատներին քսելու, մազերս ոչ յուղոտվում է, ոչ թեփոտվում, դրա դեմ ոչինչ չեմ անում, սկսած փոքր տարիքից, մազերս ոչ յուղոտվել է, ոչ էլ թեփոտվել է, այդպես, դա էլ իմ ծնողների խնամքն ա եղել, հատկապես, որ գյուղում ենք ապրում, միշտ կաթն ու պանիրը, կաթն ու մածունը, անարատ յուղը, հենց դրանք են օգնում, սիրելի հետևորդներ ջան, այո, սնունդն է օգնում, անարատ սնունդն է օգնում, որ մենք լինենք առողջ ու գեղեցիկ, ահա, հետո այսպես, կարող ենք նույնիսկ հենց այստեղ էլ բրիչոս կան տալ, սիրուն է, հիմա մի քիչ այսպես պիտի մնա, ես էլ ձեռքերս այս կրեմ բալզամից պիտի ազատեմ, ձեռքերս լավ լվամ, որ կարողանամ արդեն դեղցի յուղն էլ քսել, չեմ ուզում կպչել, քանի որ կյուղոտվի, ահա, երբ որ այսպես եմ անում, մի քանի մազ պոկվում է դե, բնականաբար, դա վախենալու չէ, երբ որ այսպես մի քանի մազ ձեր ձեռքի հետ դուրս գա,
Ընդհանրապես օրական 100 մաս, մի քիչ ավել, մի քիչ պակաս, բնականon ձևով թափվում է։ Իսկ եթե ձեր բուրը լցվում է մազով, դա արդեն մտածելու տեղի կտա եւ բանը չհասցնեք դրան։ Ահա։ Ժպտում եմ ինքս ինձ, դուք էլ ձեզ ժպտացեք, մեր ժպիտները փոխանակենք եւ սկսենք մեր օրվա գործերը։ Այսպես։ Քիչ հետո նորից կմոտենամ, որպեսզի դեղցի յուղը կսեմ դեմքիս։ Մի հատ էլ այսպես։ Ծավալը կա։ Ես ձեռքերս լվացել եմ եւ եկել եմ դեղցի յուղը կսեմ դեմքիս։ Ահա։ Այսպես, լացում եմ։ Այստեղ ինքը գիտեք, որ ունի կաթիլներով դուրս գալու տեղ։ Այսպես, հեշտ ու հանգիստ։ Եվ կսում եմ դեմքիս։ Հիմնականում աչքերի տակ մի քիչ առավել, մերսումները ձգելով, ահա այսպես։ Ջան, շփույրը ընկավ։ Ընդհանրապես մարդիկ դեմքից երբ որ տարիքի հետ կնճիռներ է առաջանում, ամենանուրբ տեղը աչքի հատվածներն են, մեկ էլ այստեղ շրթունքների եզրերը, դրա համար այսպես մաշկը ձգելով հետ ենք տանում։ Չմոռանալով ճակատի մասին, ճակատում նույնպես կնճիռներ են առաջանում, հիմնականում հոնքերի մեջ տեղը, այսպես, ահա տեսնում եք, կաթում է, և փայլում է յուղը դեմքիս, կսելուց հետո ինքը ներ է ծծվում, երբ որ միշտ այս բառը օգտագործում եմ, ասում եմ ներ է ծծվում, միշտ հիշում եմ այն ֆիլմը, Աշնան արևը, որտեղ մայրը իր փոքր տղային սովորեցնում էր բառերը, ներ ծծվել, ծծվել, ներ քաշել, ընդունել, գիտեք ինչքան հարուստ է մեր հայրենի բառապաշարը, ինչքան էլ մենք օտար երկրներում ապրենք, սիրելի հետևորդներ ջան, չմոռանանք մեր մայր լեզուն, ուր էլ գնաս այս երկրի տակ, թե մորդ անգամ մտքից անես, քո մայր լեզուն չմոռանաս, ես էլ չեմ մոռանում դեմքիս մյուս կողմը, դեղցի յուղ տարածել, մերսումներով, շփումներից կարմրում է դեմքը, բայց չի այրում, և քիչ հետո այդ կարմրությունը անցնում է, իսկ եթե կարմրում է դեմքը այսպիսի շփումներից, դա խոսում է մեր առողջության մասին, որ մեր հեմոգլոբինը տեղն է, և մենք առողջ ենք, փառք Աստծո, փառք տանք Աստծուն, գիտեք, որ միշտ սիրում եմ իմ բարի լույսները, բարի օրը երկնքից սկսել, բայց աշունը վերջանում է և այն սիրուն արևածագը այսօր չկար, դրա համար էլ այդ ձևով չեմ միացել, այլ հայլումոտ իմ խնամքով, միգուցե օգնած լինեմ ձեզ, այսպես, հետո, ձախ ձեռքին էլ աշխատեցնենք, նաև շուրթերին, հատկապես դեպի ձմեռ ենք գնում, շատ է օգնում, որ շուրթերը չճաքեն, պարտադիր չէ շրթներ կողանել, սիրելի հետևորդներ ջան, այսպիսի յուղեր վերցրեք, ձեր սիրելի հոտով, բույրով, համով, և ձմռան ցրտին, տնից դուրս գալուց մի քանի րոպե առաջ քսեք ձեր շուրթերին, շատ վաղուց շրթներ չեմ օգտագործում և սա եմ օգտագործում,
Մի ժամանակ շատ էի շրթներ օգտագործում, մի ամբողջ շարան ունեի։ Հիմա պատահական եմ օգտագործում շրթներք, բայց գիտեք չէ, որ շրթներքը կանանց ինչքան է սազում։ Բայց թե բնականը էլ ավելի է սազում։ Ձեզ առողջ պահեք, սիրելի հետևորդներ ջան, խնամված պահեք։ Ես սա նույնիսկ դեկոլտեի մասին եմ կսում, բայց սիրելի հետևորդներ ջան, դա էլ արդեն լոգանք ընդունելուց հետո։ Հիմա չեմ կսում, քանի որ արդեն հագել եմ իմ տաք շորը և պիտի գործեր անեմ։ Իսկ եթե այս յուղը դեմքիս կսում եմ, էլ ձեռքերս չեմ լվանում, մի քիչ էլ կաթացնում եմ և ձեռքի երեսը նույնպես որ կնճռոտվում է տարիքի հետ, ահա այսպես, և նույնպես այստեղ տեղցի յուղ եմ շփում։ Հիմա սիրուն առույգ ձևով ես գնամ իմ գործերն անեմ, բլոկ պատրաստեմ իմ և ձեր համար, և դուք էլ ոգևորվեք և ծանր գործերը մի կողմ դրեք ու ձեզ խնամք տարեք, սիրելի հետևորդներ ջան։ Կապ չունի թե ինչ տարիքի ենք, տարիքը դա միայն թիվ է, և մեզ միշտ երիտասարդ զգանք, հոգեպես, իսկ եթե հոգեպես մեզ երիտասարդ ենք զգում, արդեն ֆիզիկապես նույնպես երիտասարդ ենք դառնում։ Ահա, այսքանը։ Իսկ հիմա գնում եմ խոհանոց, բայց սպասում եմ այս յուղը ներծծվի ձեռքերիս և գնում եմ խոհանոցում գործեր անելու։ Եկեք գնանք։ Այստեղ իմ այլու առաջ հավաքում եմ, չեմ մոռանում կրեմ բալզամի տուփը ցույց տալ, այսպես։ Ահա կրեմ բալզամի տուփը, սիրելի հետևորդներ ջան, մոտեցնում եմ, ահա, եթե ձեզ դուր կգա, կարող եք վերցնել և օգտագործել իմ տարբերակով։ Եկել եմ պանիրով զբաղվեմ, սիրելի հետևորդներ ջան, մազերիս խնամքը տանելուց հետո, չեմ ուզում հավաքել, ուզում եմ մազերիս ազատություն տալ, ահա, որպեսզի մազը շնչի, մազը նույնպես շնչում է, ահա, հիմա մեկ էլ հիշեցի, որ դարակում մի տուփ աղ ունեմ, բայց այստեղ նորից ինձ օգնության է հասնում իմ գազօջախի այս վերևի ապակին, այստեղ մի քիչ պատրաստություններ եմ տեսել, այլ կշերք չեմ բերել, պիտի գնամ կշերք բերեմ, տոպրակն եմ բերել, որ կշրեմ, բայց կշերքը չեմ բերել, մինչև որ կգնամ աղը դատարկեմ, սրանք շատ հեշտ պատրվում են, մի քիչ զգուշ եմ բացում, եթե թափվել այստեղ պանիրը այստեղ եմ աղանելու, այսպես, մեր հայկական աղը, մանել աղն է, խոշոր աղ շատ քիչ եմ օգտագործում, հիմնականում թութուների համար եմ օգտագործում խոշոր աղը, այսպես, և այստեղ գիտեմ, որ աղ ունեմ մի կողմ այսպես հիմա սիրելի հետևորդներ ջան ցույց եմ տալի պանիրը, որը դեռևս այստեղ է, երկու երեսից էլ աղ եմ արել,
Այսօր 4-րդ օրն է, 3 երեկոյան պիտի անեի, բայց տեսակ թե ինչ վիճակների մեջ ընկա, ասեմ, որ բոլոր հավերս հավաքեցի, թեկուզ և շատ դժվարությունով, բայց հավաքեցի։ Հիմա, որ ուզում եմ կշռել, այդ 1-2 բուռ աղը ոչինչ չի խանգարում, դա մտքով այդ միգրամները կհանենք։ Այստեղ ես զգում եմ, որ մոտ 2 կիլոգրամ, եթե ոչ ավել, պանիր ունեմ, բայց հիմա պետք է գնամ կշեռքը բերեմ։ Այս էլ կշեռքը, որ վերջերս էի գնել, որ գրամները ցույց տա։ Նախքան որ կկշռեմ, պանիրը ուզում եմ հանել այստեղից։ Ահա, գիտեք ինչպես եմ բարձր պահել, այստեղ բաժակ եմ դրել, ահա, որպեսզի այդտեղ շիճուկը էլի իրեն չքաշի։ Հիմա այստեղ մի քիչ շիճուկ է հավաքվել, բայց սա արդեն էլ եփելու համար չէ։ Սա կտամ իմ հավերին։ Ճիշտ է, մի փոքր աղի կլինի, բայց ջրին կխառնեմ, սա չի խանգարի։ Այսպես։ Պանիրն եմ հանում, արդեն 2 կողմից աղա կերել։ Օպա։ Այն օրն էլ ասեցի, չէ, որ ձեռքիս զգում եմ, բայց չուզեցի ասել։ 2 կիլոգրամ եմ զգում, քանի որ կշեռքը կասի, միգուցե ես սխալվում եմ, տեսնում եք ինչքան պինդ է, այստեղ սրանից ինձ պետք կգա, քիչ շատ կտրեմ, այսպես, երբ որ 2 կողմից աղ ենք հանում ու թողնում, ամեն մի կողմը մի ամբողջ օր ու գիշեր, ցերեկ ու գիշեր, այսպես լավ է լինում, նույնիսկ այս ձևով կարող ենք կտրել և ուտել, բայց հիմա մի հատ կշռեմ։ Լարիսան էլ ինձ գրել, որ ինքը կարծում է, որ այստեղ 2 կիլոգրամ ավել պանիր կլինի, քանի որ լավ հուշեր է արթնացրել, իհարկե բոլորիդ մոտ էլ այն մասին, թե ինչպես ենք անարատ պանիր անում, բուռ անում ուտում, մապսեն լցնում ուտում, այդ համովությունը։ Եվ Լարիսա ջան, տեսնենք, ես էլ եմ կարծում, որ 2 կիլոգրամ ավել պանիր ունենք այստեղ, չնայած որ մի քիչ էլ վայելել եմ։ Ահա, զրաները միացա և կշռում եմ։ Տեսնենք, շեռքը կասի։ Օ, հրաշալի, 2 կիլոգրամ 110 գրամ, 110 գրամը հանենք, դա մեզ պետք չէ, հաշվի առնենք, որ նաև տեսակ որ կերել եմ, ահա, ինձ թվում է տեսախցիկը կփոխանցի քաշը, այսպես սիրելի հետևորդներ ջան, 13 լիտր կաթ։ Նաև, երբ որ պանիրը կշռում ենք, ու այդ քաշը կախված է նաև կաթի որակից, նայած տարվա որ շրջանն է, օրինակ գարնանը կաթը մի քիչ նոսր է լինում, և պանիր քիչ է ստացվում։ Հատես ճրճրոցները հանեմ, 2 կիլոգրամ պանիր, 13 լիտր կաթից, աշնան, յուղո, թանձր կաթից։ Աշնանը թանձր է լինում կաթը, նաև կախված է տվյալ կովի կաթնատվությունից։ Այնքան շատ կարևոր պատճառներ կա, որ իմանալ, թե քանի լիտր կաթից ինչքան պանիր կարող ենք ստանալ։ Ընդհանրապես ես գիտեմ, որ 10 լիտրից 1 կիլոգրամ պանիր է ստացվում, բայց դա արդեն գարնանը, սիրելի հետևորդներ ջան։ Երբ որ ես ես հետ զրուցում եմ, այդ պահին ամբողջը ոնց որ թե չի ստացվում, որ ասեմ, զրուցում եմ, զրույցից զրույց եմ գնում, հետո այդպես ինչ որ մի բանն էլ չեմ ասում, հետո հիշում եմ ու էլի ասում եմ, բանա վերցնեմ, որպեսզի կտրեմ, արդեն բոլորիս պարզ եղավ, չէ, սիրելի հետևորդներ ջան, որ պանիրի քաշը
կախված է կաթի որակից, կամ կախված է տարվա շրջանից, գարուն, ամառ, աշուն, ամռանն էլ է տարբեր լինում քաշը։ Եվ հիմա այս համով տնական անարատ պանիրը կտրում եմ ձեր հետ, այսպես։ Բոլորիդ դուր էր եկել իմ այդ վլոգը, Նաև ասեմ, սիրելի հետևորդներ ջան, որ տարվա այս շրջանում, քանի որ համ սպիտակուցն է շատ խիտ եւ նաև յուղայնությունն է խիտ, այստեղ փուչ-փուչ չէ, այլ ուղիղ է, ոչ մի ծակ ծուկ չկա։ Դա արդեն տեխնոլոգիաներով տաքացնում են, փքեցնում են, դա էլ գիտեմ, սիրելի հետևորդներ ջան, բայց ավելի անարատ պանիրը, որ մենք տանն ենք ստանում, Եվ պարտադիր չէ, որ այստեղ անցքեր լինեն, սա էլ է շատ համեղ լինում, սա խոսում է իր ամենալավ հատկությունների մասին։ Հիմա երկու կողմը աղանելուց հետո նորից պիտի աղցանեմ և այսօր պիտի մնա մինչև երեկո, նույնիսկ մինչև հաջորդ օրը, ես այդպես եմ վարվել, միշտ ասել եմ, որ 22 տարի սար եմ գնացել, շատ կորեր ենք ունեցել և շատ փորձ ունեմ այս մասին։ Կտրում եմ այն չափի, որ չափով որ հաճելի կլինի դնել ափսեի մեջ։ Մեկ կտոր, այսպես։ Այսինքն մեկ պլիտը բաժանելու եմ 6 մասի։ Կարող եք դուք ձեր ուզած չափով մասերի բաժանել։ Ես միշտ այսպես եմ արել։ Նաև ինձ խնդրել էիք, որ թել պանիր էլ պատրաստեմ, շուշանիկներ ինձ գրել, թեպետև ես ձեր գրառումներին պատասխանում եմ, բայց հիմա էլ եմ ուզում ասել, որ շուշանիկ ջան, այդ ուղղությունով մտածում եմ, բայց դրա համար պետք է թել պանիր անելու համար այլ տարբերակ կա, այդպես պեպսինը չենք լցնում, այլ շիճուկը պիտի թթվածնենք, այդ ուղղությունով մտածում եմ, չգիտեմ երբ կհարմարվի, երբ կստացվի, բայց որ մտքներովս անցել է, մի օր էլ դա կանենք։ Իսկ եթե խորհրդի կարիք ունեք, Շուշանիկ ջան, գիտեմ, որ դուք էլ սար եք գնում, և եթե ինչ-որ մի խորհրդի կարիք ունեք, կարող եք ինձ գրառումների բաժնում գրել, ես սիրով կպատասխանեմ։ Մինչև որ այդ օրը կգա և վլոգ կպատրաստեմ, թե ինչպես եմ թել պանիր պատրաստում։ Հիմա կոֆե չեմ եփելու, սիրելի հետևորդներ ջան, քանի որ պանիրը կտրելուց, աղանելուց հետո ուզում եմ գնալ հարևանիս տուն սրճելու։ Հիմա 6 մասի բաժանելուց հետո չեմ ուզում այն տոպրակը բերել, այստեղ ճրճրացնել աղի տոպրակը, այլ միանգամից աղամանն եմ վերցնում, բուրս աղի լցնում, տեսակ, որ բուրս լի է։ Եվ այսպես, պիտի մոտեցնեի, որ թափվածը իրենց վրա թափվի։ Այս ամանը մաքուր է, չնայած թափված աղն էլ վերջում ջուր եմ լցնում և աղու ջրի վրա եմ խառնում։ Այսպես, եզրերը, որպեսզի պնդվի։ Եվ աղու ջրի մեջ սիրուն լինի, մեր սեղանի, մեր ափսեի մեջ սիրուն լինի։ Հիմա չեմ ուզում կտրել և ուտել, սիրելի հետևորդներ ջան, չնայած որ միշտ սիրել եմ, բայց հիմա չեմ ուզում, ձևական էլ չեմ ուզում կտրել ու ասել, բոլորս էլ գիտենք, որ սա համով է։ Այսպես։ Այսպես։ Աղով շփեցինք, շուրջ բոլոր, Նաև ասեմ, որ պանիրը, պանդրեղենը ընդհանրապես աղը վերցնում է այնքան, ինչքան որ իրեն պետք է, ավելցուկը թողնում է, ինչպես որ ձուկը, միշտ ասվում է չէ, որ ձուկը ինչքան էլ աղ ենք անում, մեկ աղը շատ ենք լցնում, հետո ասում, վայ կարող է մեր ձուկը աղի լինի, պանիրը նույնպես, աղը ինչքան իրեն պետք է դա է վերցնում, սա նրա համար է,
որ եզրերը ամրանա, չփշրվի, լպրծուն չդառնա, մի քիչ այդ բառը տգեղ է հնչում, բայց դա է։ Այսպես, եւ այսպես թողնելու եմ, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, մոտ եմ բերում, այսպես չի դեղնվում, խոհանոցային սրբիչով ծածկելու եմ եւ վերջ։ Այսքանով կավարտեմ վլոգս, քանի որ հիմա չեմ աղջուրը բռնելու, նաեւ երեկոյան չեմ ուզում բռնել, քանի որ միշտ թողել եմ հաջորդ օրն եմ աղջուրը լցրել։ Դրա համար հաջորդ վլոգում արդեն աղջուրը կպատրաստեմ եւ սա էլ արդեն աղջուրը կլցնեմ։ Ես ցույց եմ տալիս այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է։ Դե իհարկե կարող էի մաս անել եւ այդ կադրերը պահել, վերջում միացնել, բայց սիրելի հետևորդներ ջան, կարծում եմ այսպես ավելի հետաքրքիր է։ Սպասում ենք, ինտրիգ է առաջանում եւ մենք անհամբեր սպասում ենք, թե երբ է գալու այդ պահը, որ այդ գործողությունն էլ կատարենք միասին։ Խորհուրդների, հարցերի դեպքում կարող եք գրել, նախապես կպատասխանեմ։ Ահա սիրելի հետևորդներ ջան, այստեղ ահամանը մյուս կողմ։ Ահա։ Ահա երբ որ այսպես մեր ձեռքերի վրա մնում է, սա նույնպես շատ օգտակար է։ Մեր ձեռքերին էլ է օգուտ բերում այսպես, ահա, աղը երկրի համն է, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ձեռքերս բանամ և նորից միանամ ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, չեմ մոռանում խոհանոցային սրբիչով ծածկել և մի քիչ էլ խոնավացնել այդ սրբիչը։ Ահա, որպեսզի պանիրը չչորանա։ Այսպես։ Այնպես ենք փակում, որ ամբողջ այդ տարածքը փակ լինի։ Այսքանը սիրելի հետևորդներ ջան։ Դե աղջուրն էլ հաջորդ վլոգում կպատրաստեմ, իսկ հիմա գնամ իմ հարևանուհու հետ սրճելու։ Նաև ինձ հետ մի փոքր կարալյով կվերցնեմ, քանի որ իրենք ծառեր չունեն։ Եվ տեսնենք, օրս ինչպես կշարունակվի, եթե լավ լինի եղանակը, ես էլ կգամ ու արդեն կարալյով կքաղեմ։ Այսօր առավոտյան, երբ որ ես իմ վլոգը սկսեցի մազերի և դեմքի խնամքով, սիրելի հետևորդներ ջան, և այսպիսի շարունակություն տվեցի, այսպես ավելի հետաքրքիր է, չէ՞, քանի որ սա մեր առօրյան է, և երբ որ մեր առօրյան իր հունով ընթանում է, բոլորս էլ մեզ լավ ենք զգում, կարողանում ենք օրվա մեջ ամեն ինչ կազմակերպել և միշտ լինել կազմակերպված։ Կինը այն արարածն է երկրագնդի վրա, որ իր մեջ ամեն ինչ կա, լեցուն է կինը ամեն մի ունակությունով, միշտ այդպիսին մնանք, սիրելիներս։ Պակա, պակա, պակա։